Reuters գործակալության ռուսական աղբյուրները զգուշությամբ են արձագանքել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որին աջակցում է Կիևը, նշելով, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առներ Ռուսաստանի հաջողությունները եւ լուծի Մոսկվայի մտահոգությունները։ Ռուսական բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին դժվար կլինի համաձայնել հրադադարին, առանց պայմանների քննարկման եւ որոշակի երաշխիքներ ստանալու։ Ուկրաինան չի ճանաչի տարածքային կորուստը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների վերջնարդյունքում, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևը ունի կարմիր գծեր հակամարտության կարգավորման բանակցություններում։ Մենք ոչ մի օկուպացված տարածք չենք ճանաչի որպես Ռուսաստանի դաշնություն, սա փաստ է, ասել է նա։ Մարտի 11-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի տարեկան ընթրիքը, որին ներկա էին Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ եւ արվեստի գործիչներ։ Ֆրանսիայի ագնահատար Բրունո Ռտայոն ելույթ ունեցավ կառավարությունից, հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից։ Նախարարը նշեց, որ այս ընթրիքը բարեկամության եւ հավատարմության հանդիպում է։ Ռուսաստանում կարող են արգելել էզոթերիկ, հոգևոր եւ աստղագիտական ծառայությունների գովազդը, արգելափակել նաեւ դրանք տարածող ռեսուրսները։ Համապատասխան օրինագիծը Պետդումա են ներկայացրել մի խումբ պատգամավորներ, ՌԴ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Նինա Օստանինայի գլխավորությամբ։ Մեր նպատակն է պաշտպանել քաղաքացիներին, հատկապես խոցելի խմբերին, հոգեբանական եւ ֆինանսական վնասներից, ասել է պատգամավորը։ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ Լաթակիա նահանգում անվտանգային իրավիճակը կայունացել է նախկին իշխանությունների աջակիցների դեմ ռազմական գործողության ավարտից հետո, այս մասին ասել է Սիրիայի ներքին գործերի նախարար Ալի Քադան, կոչ անելով բնակիչներին վերադառնալ իրենց բնակավայրեր։ Սիրիա TV-ի տեղեկացմամբ նախարարը Լաթակիայի նահանգապետ Մուհամեդ Օթմանի ուղեկցությամբ մարտի 11-ին այցելել է նահանգի Ջաբլե քաղաք եւ այլ դաթուր թաղամաս։ Իսրայելի բանակը երկու ռազմական հենակետ է հիմնել Սիրիայի հարավ-արևմուտքում գրաված Հերմոն լեռան գագաթին։ Այս մասին հայտնել է Այլ Արաբ լրատվականը, ըստ իսրայելական կողմի, նման քայլ ձեռնարկվել է ի պաշտպանություն սիրիացի դրուզների։ Մենք Սիրիայում Հերմոն լեռը չենք թողնի մինչև հաջորդ ծանոթումը, ընդհակառակը լեռան գագաթին հաստատվել է իսրայելական բանակի երկու դիրք, նշվել է հայտարարության մեջ։ Մինչ սիրիական նոր վարչակազմը պնդում է, որ պաշտպանում է սիրիական հասարակության բոլոր շերտերին, առանց խտրականության Իսրայելը բազմիցս պնդել է, որ Սիրիայում դրուզները ենթարկվել են հարձակումների, ինչը Դամասկոսը համարում է սիրիական ինքնիշխանության խախտելու պատրվակ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային լրագրողներին ասել է. Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի փոխնախարարների մակարդակով եռակողմ հանդիպման մասին նվիրված միջուկային հարցերին եւ պատժամիջոցների վերացմանը հայտնում է Իռնան։ Բաղայի խոսքով բանակցություններում, որոնք նախատեսված են տարբեր կողմերի հետ Իրանի խորհրդակցությունների շրջանակներում, կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, ինչպես նաեւ համագործակցությունը BRICS-ում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հաջողությամբ ուղեցիր է արձակել 18 Քայնֆան բևեռային ուղեցրային կապի արբանյակներ, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։ Հրթիռի արձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը Պեկինի ժամանակով 0:38-ին Վենչգան տիեզերական կոմերցիոն տեղամասից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 12-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացը, ինչպես նաեւ խոսել են տարածքային զիջումների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Guardian-ը։ Պետքարտուղարն ասել է, որ մարտի 12-ին Միացյալ Նահանգները շփվելու է ռուսների հետ։ Նրա խոսքով ԱՄՆ-ն հույս ունի դրական պատասխան ստանալ Ռուսաստանից եւ խստորեն կոչ է անում ռուսներին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։